1968 թվականին ամերիկացի էթոլոգ Ջոն Կելհունը մի փորձ կատարեց։ Նա իր փորձը անվանեց տիեզերք 25, որի շրջանակներում ստեղծեց կատարյալ պայմաններ մկների կյանքի համար՝ սնունդ, ջուր, հարմարավետություն, անվտանգություն, մաքրություն և վտանգի իսպառ բացակայություն։ Այդ դրախտային ագարակը նախատեսված էր 3840 առանձնյակների համար, սակայն այնտեղ բնակեցրեցին 4 զույգ մկների։ Պոպուլյացիան արագ էր աճում, և շուտով սկսեց առաջանալ սոցիալական դեգրադացիա, այսինքն աստիճանական անկում։ Երիտասարդ արուները ագրեսիայի զոհ դարձան, կորցրեցին պաշտպանվելու ու բազմանալու նկատմամբ հետաքրքրությունը։ Էգերը սկսեցին սպանել իրենց ձագերին ու դարձան մենակյացներ։ Առաջացավ մկների գեղեցիկների տիպ, որոնք չէին բազմանում, կոնֆլիկտների մեջ չէին մտնում, այլ միայն հոգ էին տանում իրենք իրենց մասին։ Ծնելիությունն ընկավ, մահացությունն աճեց, և 1780-րդ օրը մահացավ վերջին մուկը։ Այս փորձը ցույց տվեց, որ առատության և լիության պայմաններում, ինչպես նաև մարտահրավերների բացակայության դեպքում, հասարակությունը կորցնում է գոյատևելու ընդունակությունը և կործանում է ինքն իրեն։ Դրախտը վերածվեց ավարտի։